Առանց մարդկանց չկա հայրենիք։ Հայրենիքը այն որ զգում ես քո մեջ է։ Դու տեր ես երկրի, քաղաքի, բակի։ Ապշած էի, որովհետև շուրջս բոլորը հայերեն են խոսում։ Իհարկե հաղթանակը հաճելի բան է։ Պետք է հոմո սովետիկուսը, սովետական մարդը ստեղծվեր։ Կոմիտասը, որը մինչև 12 տարեկան հայերեն չգիտեր։ Զարմանալի է, չէ՞։ Արարատը այն լերնա, որ ես տեսնում եմ ամեն առավոտ։ Թորներս երկուսն էլ ընկերուհի ունեն, որ մեկը ամերիկուհի է, մեկը անգլուհի է։ Դժվար հարց է, անկեղծ ասած։ Ով ենք մենք, ինչի վրա է հիմնված ազգային ինքնությունը, ինչ է իրականում իրական Հայաստանի գաղափարախոսությունը, շոշափելի իրականություն, թե քաղաքական կարգախոս, արդյոք այն ներկան եւ ապագան արժևորելու, թե անցյալի հիշողությունը ջնջելու միջոց է։ Բարև ձեզ, եթերում հեռանկար բանավեճն է ամենաակտուալ հարցերի համապարփակ քննարկմամբ։ Իրական Հայաստան արտահայտությունը վերջին ամիսներին թերևս ամենից շատ քննարկվողներից մեկն է։ Նախորդ ամիս էլ կառավարությունը ներկայացրեց իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման եւ աջակցության հայեցակարգը։ Բայց ինչպես է ընկալվում իրական Հայաստանի գաղափարը, ինչ գործոններ են որոշում ազգային ինքնությունը, արդյոք այն նույն կերպ են ընկալում Հայաստանի եւ Սփյուռքի ներկայացուցիչները։ Այս եւ այլ հարցեր կքննարկենք այսօր Հանրային խորհրդի անդամ արվեստագետ Ռուբեն Բաբայանի եւ հետազոտող քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար, բայց մինչ քննարկումը ես առաջարկում եմ դիտել մի տեսանյութ։ Իրական Հայաստան գաղափարախոսությունը վերջին 3.5 տարվա ընթացքում դարձել է հասարակական քննարկումների առանցք։ Այդ եզրույթը առաջ քաշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով այդ գաղափարախոսության գործնական կողմերը իր առաջնորդող պատկերացումներով։ Այդ տարիների մտորումների, առերեսումների հայեցման արդյունքում է, որ ծնվեց իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որը կենարար եւ խաղաղարար դարձավ Հայաստանի Հանրապետության համար։ Այս տարիներին թեմայի շուրջ վարչապետն ունեցել է բազում ելույթներ, ըստ նրա իրական Հայաստանը փորձ է վերաիմաստավորելու մեր պատմական ուղին առանց իդեալականացման, բայց նաև առանց ինքնալքման, այն կոչ է ճանաչելու մեր արմատները, մշակույթը, լեզուն ու հավատը, որպես ոչ թե պատմական բեռ, այլ ինքնություն կերտող ուժ։ Հայաստանի քաղաքական ու հասարակական օրակարգում վերջին 30 տարում ազգային ինքնության հարցերը երբեք այսքան սուրճ չեն եղել, իսկ 2020-ի պատերազմից հետո հայ հասարակությունը կանգնած է նոր ինքնաիմաստավորման դարաշրջանի առաջ, եւ վարչապետի համոզմամբ հենց այս պարագայում էլ առաջ է եկել իրական Հայաստանը որպես պատասխան, ով ենք մենք այսօր եւ ով կարող ենք լինել վաղը հարցերին։ Իսկ 1940-ից 70-ականներին հայրենասիրության մեր մոդելը Փաշինյանի համոզմամբ թելադրել է բացառապես խորհրդային կայսրությունը։ Երբ հայրենասիրության կայսերական մոդելը մեզ ասում էր. հայրենասեր ես, սիրում ես հայրենիքդ, ահա ուրեմն փնտրիր քո հայրենիքը թեկուզ խորհրդային, բայց Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Վարչապետը համոզված է, որ այս գաղափարախոսությունը խթանում է սկսելու ինքնաճանաչման ճանապարհը եւ որ առանց հստակ ինքնության հնարավոր չէ կառուցել ուժեղ պետություն։ Իսկ ինքնությունը սկսվում է ճիշտ հարցերից. ով ենք մենք, ինչ ենք ուզում եւ ինչի համար ենք պատրաստ զոհությունների։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը երազանքի, հայրենիքի փնտրտուքը դադարեցնելու մասին է։ Հայաստանի Հանրապետությունն է մեր երազանքների հայրենիքը։ Այս թեման միանշանակ չընդունվեց, դա արտահայտվեց տարբեր դրվագներով, երբ կառավարությունում ընդունելությունների սրահում հայտնվեց Արագածի նկարը, երբ սահմանահատումը վկայող կնիքից հանվեց Արարատի պատկերը, թեև այն կնիքում հայտնվել էր 2006-ից։ Դրան էլ միացան նաև այն քննարկումները, թե արդյոք իրական Հայաստան գաղափարախոսությունը ներկան ու ապագան արժևորելու, թե անցյալի հիշողությունը ջնջելու միջոց է։ Այդուհանդերձ սեպտեմբերի 17-ին նիստում կառավարությունը ներկայացրեց իրական Հայաստանին առնչվող հայեցակարգը։ Ընդամենը մի քանի օր հետո դրան վարչապետն անդրադարձավ իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության համաժողովի ժամանակ։ Այնտեղ ուշադրություն գրավեց նաև վարչապետի մեկ այլ արտահայտություն։ Հայաստանի 4-րդ հանրապետության հաստատումը հռչակվում է որպես առաջիկա ռազմավարության անելիք։ Նա նաև ասաց, որ 2026 թվականի ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո նախաձեռնելու է համաժողովրդական հանրաքվեի միջոցով Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրության ընդունման գործընթաց։ Այո, սիրելի ընկերներ, մեր կուսակցական նոր ծրագիրը երազանքների հայրենիքի փնտրտուքը դադարեցնելու մասին է, որովհետև այսօր ահա մենք գտնվում ենք
մեր երազանքների հայրենիքում, Հայաստանի Հանրապետությունում եւ այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանզի մեր երազանքների հայրենիքը գտնված է։ Տարիներ առաջ իր ելույթներից մեկում վարչապետը նշել էր նաև, որ Սփյուռք-Հայաստան հարաբերությունները պետք է ոչ թե երկակի կամ տարբեր, այլ մեկ օրակարգ ունենան, որովհետև ազգային ինքնությունը միայն լեզու կամ կրոն չէ, դա պատմության, մշակույթի, տարածքի, հուշերի ու ապագայի հանդեպ ունեցած հավաքական վերաբերմունքն է։ Ուստի Փաշինյանի ներկայացրած իրական Հայաստանը փորձում է խթանել նոր միասնություն, բովանդակային մակարդակում ինքնություն, որը հետևողական է իր արժեքների պահպանման մեջ, բայց նաև բաց նոր գաղափարների եւ համաշխարհային փորձի համար։ Հիմա մեր տաղավարում են մարդիկ, որոնցից մեկը իր ամբողջ կյանքը ապրել ու ապրում է Հայաստանի Հանրապետությունում եւ եւս մեկը, որ իր ամբողջ կյանքի մի հատվածը ծնվել եւ ապրել է Սփյուռքում, բայց այժմ Հայաստանի Հանրապետությունում։ Այս մարդիկ տարբեր ընկալումներ ունեն Հայաստանի Հանրապետության մասին, ինչպես են դրանք տարբերվում։ Պարոն Բաբայան, թեևս ձեզնից սկսենք, ինչպես ենք Հայաստանը մենք ընկալում։ Շնորհակալություն եւ հրավերի համար եւ հաճելի սպասող դրույթի համար։ Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ քանի որ հաճախակ եմ եղել Սփյուռքի մեր տարբեր գաղութներում, ես չի փորձի միանշանակ ներկայացնել, ասենք թե Սփյուռքի ընկալում, Հայաստանցու ընկալումը, որտեղ Հայաստանում էլ շատ տարբեր ընկալումներ կան, շատ տարբեր մոտեցումներ կան, եւ կարծում եմ դա ճիշտ է, մարդիկ իրար նման չեն, եւ դա լավ է, եւ դա մեր հարստությունն է, այլ ոչ թե մեր դժբախտությունը։ Նույնը կատարվում է ես Սփյուռքում, կարծում եմ եւ Սփյուռքում կան ցավ մտածող մարդիկ, որոնք հոյակապ դեպով հասկանում են, որ իրականում երբ մենք խոսում ենք հայ ինքնության մասին, այն կարելի է պահպանել միայն ունենալով Հայաստանի Հանրապետություն։ Դա օրինաչափություն է, մենք չենք մեր ազգի համար սահմանել ժամկետ 100 տարի կամ 200 տարի, իսկ Սփյուռքը բոլոր դեպքերում ենթակա է ասիմիլյացիայի, բնական պրոցես է։ Պարոն Գալչյան, թերևս ձեզ լսենք, դուք ինչպես եք ընկալում Հայաստանը, երբ ասում եք Հայաստանը, ինչ եք ընկալում։ Շնորհակալություն հրավերքի համար, այստեղ ներկա լինելու համար։ Սփյուռքի տեսակետից ես նայելով երկու մաս կբաժանեմ Սփյուռքի մտածելակերպը Հայաստանի եւ նախքան անկախություն եւ անկախությունից հետո։ Դրանք հիմնականորեն տարբերվել են, փոխվել են դրանց իրավիճակը։ Երբ որ նայում ես Սփյուռքին նախքան Հայաստանի անկախությունը, մեր տեսակետից մեր հայրենիքը, որ մտածում ենք Հայաստանն է, դա խորհրդային միությունը չէր, խորհրդային կարգերը չէին։ Ես երկու անգամ 80-83 թվականին երկար եղել եմ Հայաստանում, գիտեի ինչ է դրանք, ծանոթացել եմ մոտիկից երկար մնալով այստեղ, բայց Հայաստանը, հայրենիքը, մեր հայրենիքը, որ Հայաստանն ենք համարում, մեր համար մի երազական մի երկիր էր, որ կարող է ունենալ իր պակասություններ, բայց իր առավելությունները այնքան շատ էր, որ մենք չենք կարող ուրանալ դրանից, մոռանալ դա։ Հետո երբ որ երկիրը անկախացավ, խնդիրներ առաջացան, տարբեր կուսակցություններ, ամեն մարդ ունի իրավունք մտածելու համամիտ է ներկա իշխանության կամ ժամանակի իշխանության թե ընդդիմությունը եւ այլն, բայց դրանց մեջ պետք է չպիտի խառնել հայրենիք զգացողությունը դրանց մեջ։ Դրանց մեջ հաճախ առաջանում է, երբ որ կուսակցական խնդիրներ են առաջանում, կուսակցությունը մարդկանց մեջ երկու մասի է բաժանում հայրենասեր եւ ոչ հայրենասեր։ Դա ճիշտ մոտեցում չի, որտեղ հայրենիքը այն, որ զգում ես քո մեջ է, դու քո ներքին էությամբ պիտի զգաս դա։ Ես իմ վրա պերնելով փորձելով հասկացել եմ, որ դա ինչ էր հայրենիքը։ Ես առաջի անգամ որ եկա ապշած էի, որովհետեւ շուրջս բոլորը հայերեն են խոսում։ Դա ինչ որ շատ անսովոր բան էր։ Ես Պարսկաստան եմ մեծացել, հետո 30 տարի էլ Անգլիա եմ ապրել, 35 տարի։ Դա սովորական բան չի, որ ամբողջ շուրջը նայում ես հայերեն են խոսում։ Դա առաջինն է։ Երկրորդն էլ հետո
ճանաչումն է ժողովրդի։ Ինձ թվում է, եթե ուզում ես իսկապես հայրենիքդ գիտնաս ինչ է, իմանաս ինչ է, դու պիտի ոչ թե իրական Հայաստանը քարտեզի վրա ցույց տաս, սա է, մեր սահմանները սա են, ասեն։ Դա պիտի գնաս մտնես գյուղեր, քաղաքներ, մարդկանց ճանաչես։ Պիտի հայրենիքդ ուզում ճանաչես, ճանաչի երկրիդ մեջ բնակվողներին, բնակիչներին։ Այդ բանը որ ժամանակին, չգիտեմ, խորհրդային միության եւ ժամանակ երևի որոշ չափով կատարում են, այցելում էին գյուղեր, շրջաններ եւ այլն։ Դա պիտի քաջալերեն մեր ժողովրդի մեջ, որովհետեւ դու մինչեւ չգիտենաս մոտիկից քո հայրենիքն, քո ժողովուրդն ինչ է, քո հայրենիքն ինչ է, դու չես զգա, չես հասկանա դա։ Շատ կարևոր հարցի մասին խոսեց։ Ճուբան սիրելուց առաջ պետք է ճանաչես միանշանակ։ Եվ այո, քարտեզով չեն սիրում երկիրը, քարտեզով չեն սիրում հայրենիքը, հողի վրա մանգալով, մարդկանց հետ շփվելով։ Եվ ամենակարևորը կարծում եմ, այ ասացիք, որ մարդկանց հետ շփվել, խոսել։ Առանց մարդկանց չկա հայրենիք։ Առանց մարդկանց չկա պետություն։ Մենք ասում ենք, իմ համար Երևանը երևի ամենասիրուն քաղաքն է աշխարհի, բայց հասկանում եմ, որ տարբեր կարծիքներ կարող են լինել։ Ես այս քաղաքը շատ եմ սիրում ոտքով ման գա, բայց մի պահ պատկերացնում Երևանում բնակիչ չկա։ Երևան չկա։ Այստեղ շատ կարևոր է, որ մենք հարցի այսպես ասած գլխամասում դնենք ամենակարևորը մարդը։ Կա մարդ, կա ժողովուրդ, կա հասկ, կա երկիր, կա հայրենիք, կա պետություն, չկա մարդ, չկա այս ամեն ինչ։ Այ երբ մենք դա հասկանանք, այդնայք խոսում են հիմա խաղաղություն, պատերազմ, վերջը, սա էլ է եւ խաղաղությունը եւ պատերազմը դրանք արդյունք են, ասենք ասեմ, արժեքային համակարգի։ Եթե քո համար մարդը մեծագույն արժեք է, դու ձգտում ես դեպի խաղաղություն։ Եթե քո համար մարդը մեծագույն արժեք չի, դու պատրաստ ես գնալ պատերազմի եւ զոհաբերել, ինչքան ասես մարդ։ Այնպես որ կարծում եմ շատ կարևոր բան նշեցիք, մենք պարտավոր ենք ճանաչել մեր երկիրը, ճանաչելով սիրել, սիրելով պահել մաքուր, ինչպես պահում ենք սեփական մարմինը, սեփական բնակարանը, Բաքն է մեր, քաղաքն է մեր, երկիրն է մեր, շատ երկար ժամանակ այո, այս բանը կար մեր մեջ, դե ուրիշինն է, ուրիշը պտի նայի, ուրիշը պտի վերահսկի, բողոք ունենք, կգրենք Մոսկվա, թող այնտեղից ինչ-որ ձևով արձագանք են անել, չկա ուրիշը չկա։ Հիմա արդյոք կա այդ սեփականության զգացումը յուրաքանչյուր մարդու մեջ։ Ոչ իհարկե, յուրաքանչյուրի մեջ ոչ։ Ինչու է այդ խնդիրն առաջանում։ Ի վերջո մարդիկ ապրում են այստեղ, ինչն է այդ խնդիրը, պարոն Գալստյան։ Խնդիրը նրանից է գալիս, որ երկիրը պատկանում էր Սովետին։ Քաջալերում էր դուք մի հատ երկիր ունեք, որը խորհրդային միությունն է, ոչ թե հայրենիք ունեք, որ Հայաստանն է կամ Վրաստանն է կամ որն է։ Ընդհանուր մի մտածելակերպ պետք է լիներ, պետք է հոմո սովետիկուսը, սովետական մարդը ստեղծվեր, որպես զգար իրան ամբողջ այդ սովետական միության տերն ու տիրականը։ Նրա համար, որ երկար վազքով եթե մտածում ես, ուրիշները կան պաշտպանեն ռուսի ինքնությունը նեղ լինելը մնալը։ Դա տարբեր խնդիր է արդեն։ Բայց այդ մոտեցումով եթե նայում եք, տեսնում եք, ամբողջ երկիրն է կոնդ, բայց իրականության մեջ ոչինչ կոնդ չի։ Ես շատ հաճախ են օրերին, որ խորհրդային օրերին մտնում էի մարդկանց մուտքերը տեսնում էի ինչ խայտարակություններ, աղբը թափած եւ այլն, ներս էին մտնում դուրը բացում էր, մաքուր ամեն ինչը մատ իր տեղին, գեղեցիկ շարված եւ այլն։ Հետո ասում եմ դուրս ինչու չեք մաքրում, ասում եմ մերը չի, սովետինն է։ Սովետը մենք մերի չենք համարել, մեր հայրենիքը չենք համարել սովետը երբեք։ Սովետը ուրիշն է, ղեկավարը, որ նստած է ինչ ղեկավարը։ Շարունակվում է այդ բանը, հետ չես կարող մարդկանց մտածելակերպը փոխես մի անգամ։ Ընկերներից մեկը իր տան աստիճանավանդակում լույս էր դրել, լուսավոր գիշերը լույս լինի, ինքը միացնում էր երեկոյան լույսը, առավոտյան անջատում էր, որ բարձրացողները մուտքով չխարխափեն։ Մի օր հարևան եկել զանգը տվել, ասում է իմ հարկի լամպն այրվել է, կարող ես փոխես։
Նույնիսկ այդ որ իրանց համար արել նա իրանց ներքին մարդն արել, իր համար հարևանն արել, նա իրան չի պատկանում, պետք է գնա գանափոխի նա է դրել այստեղ։ Դա ընդհանուր մտածելակերպ է։ Խնդիրը մտածողության մեջ եւ կարծում եմ քեզ որպես տեր ընկալելու մեջ է։ Դու տեր ես երկրի, քաղաքի, բակի, տերը թույլ չի տալիս, եթե ես տեր չեմ, ես միշտ ունեմ ում վրա, այսպես ասած, սկսել ես հարց։ Սիգարետը կտեսնեմ, կասեմ ես, քաղաքապետարանը ուր է նայում, ինչի հավաքարար չի գալիս հավաքի։ Ես տեր չեմ։ Իմ համար տերը քաղաքապետարանն է, չգիտեմ, նախագահն է, վարչապետն է։ Ես պատրաստ եմ ապրել խոզի նման, միայն թե սեփական ուժերով չստեղծեմ իմ մաքուր միջավայրը։ Սա մտածողության հարց է, բայց եթե ես տերն եմ երկրի, իսկ էլի ինչից սկսեցինք խոսացումը, տեր լինելու համար, սիրելու համար, պիտի ճանաչես։ Եվ այդ ժամանակ ես եւ մաքուր եմ ապրում եւ պաշտպանում եմ ամեն ինչ։ Ես չեմ ասում կներեք սա Իջևանն է, սա Մեղրին է, սա իմն է։ Ամեն ինչը իմն է։ Ես եւ պաշտպանում եմ եւ մաքուր եմ պահում եւ զարգացնում եմ եւ սիրում եմ եւ մարդկանց եմ սիրում։ Բոլորին, անկախ իրենց քաղաքական հայացքներից, անկախ իրենց ինտելեկտուալ մակարդակից, որտեղ մենք բոլորս այս երկրի քաղաքացիներ ենք։ Քաղաքացի լինելը նշանակում է տեր լինել։ Ես կուզեք, ես մի բան կուզեի հենց դեր շեշտը դնել ձեր ասածի վրա։ Ժողովուրդը պիտի սովորի, որ քաղաքացին ինչ է։ Քաղաքացին են վրա տունդ մաքուր ես պահում, բագդ էլ պիտի մաքուր պահես, փողոցն էլ պետք է մաքուր պահես, հայրենիքդ էլ պիտի մաքուր պահես։ Քանի որ դու նրանց բոլորի մեր մասն ես կազմում։ Պիտի մտածենք, որ ավելի լայն մտածենք մեր տունը ոչ թե մեր սենյակն է կամ մեր շենքն է կամ մեր բնակարանն է, մեր բակն է, այլ մեր քաղաքն է, մեր երկիրն է մեր տունը։ Հիմա մենք ունենք նաև այսպիսի իրողություն, երբ որ հաղթում ենք եւ միտեղ ուժեղ ենք, ասում ենք այս ամերն է։ Օրինակ դա շատ լավ երևում է ֆուտբոլային խաղերի ժամանակ, երբ որ հաղթում են բոլորն ասում են այ մենք ենք հպարտանում ենք, երբ որ հանկարծ պարտվում են բոլորն ասում են դե լավ է, այսպես չէ, լավ չէ, այսինքն փորձում ենք հեռացնել, ինչն է խնդիրը, ինչն է պատճառը։ Իհարկե հաղթանակը հաճելի բան է, բայց պետք է որպեսզի հաղթանակները շատ լինեն, դու պետք է հասկանաս, որ պարտությունն էլ է քոնը։ Միչև դու պարտության սեփականատերը չդառնաս, դու հաղթանակ չես կերտի։ Միչև դու քո պարտությունների մեջ մշտապես գտնես քեզնից դուրս մեղավորներ, դու հաղթանակ չես կերտի։ Միայն գիտակցելով, թե ինչ է պարտությունը, որտեղից է նա ծնվել եկել, դու կարող ես դառնալ հաղթանակած երկիր։ Հաղթանակած անպայման չի ռազմի դաշտում։ Ես բերեմ շատ պարզ հասարակ օրինակ, երկրորդ համաշխարհային պատերազմ, պարտված 3 երկիր՝ Գերմանիա, Ճապոնիա, Իտալիա։ Հաղթանակած են այդ երկրները այսօր, թե պարտված են։ Միանշանակ հաղթանակած են։ Հաղթանակած սովետական միությունը պարտված է, չկա։ Ուրեմն նայած դու ինչպես ես վերլուծում ու գիտակցում, հաղթանակը կարող է փակել աչքերդ, Ինքնուրույն մենք դա մեր օրինակի վրա էլ տեսանք, երբ որ դու կտրվում ես իրականությունից եւ շարունակում ես 20 տարի շարունակ, այսպես ասած, այդ դափնիներով ուրախանալ, ամենտեղ ասել, որ իմ բանակ ամենաուժեղն է, մենք անպարտելի ենք եւ այլն, եւ առաջ քաշել պարզապես ֆիդայական սկզբունքներ։ Եվ ստանում ես այն ինչ որ ստանում ես, եւ ելի եմ բերում Գերմանիայի Ճապոնիա օրինակ, երբ որ դու քորը վերլուծում ես քո պարտությունը որտեղից է գալիս, ուզում ես լինել հաղթանակած երկիր, բայց հասկանում ես, որ հաղթանակը լինելու է նրա մեջ, որ դու դառնում ես աշխարհի ամենաառաջադեմ երկիրը, քո ուղեղով, քո գիտություններով, քո տնտեսությունով, քո մշակույթով։ Այստեղ որտեղ եք համաձայն եւ որտեղ ավելացնելու։ Ես 100% համաձայն եմ, որ աշխարհում չկա մշտական հաղթող, որտեղ հաղթողի դերը մեկ կանգնած է մերիչ, որ պարտվողն է։ Ուրեմն հավասար է դրանց բան ուժերը։ Եթե պարտված ես, ինչպես ասացիք, աշխատում եք մեկին գտնել, որ մեղավոր հանել ես, նոխազը գտնել, որ ասենք նրա այդ մեղքով է այդ պատճառը։ Ոչ, դու քեզ մեջ պիտի փնտրես դա։ Քո որ պակասությունն էր, որ պատճառ դարձավ, որ դու չհաղթես։ Ինչ էր որ պիտի անեիր չարեցիր ժամանակին։
ինչպես մեր ազգն ժամանակին չի արել, որ օտար երկրների կենտրոնական Ասիայից եկած ցեղերը մտել են իրանց տարածքները գրավել, նստել ոչխարազացել, դե լավ է ազատ տարածք եկեք նստեք ինչ ուզում եք արեք։ Հետո հասել ենք այնտեղ, որ նրանք արդեն մեծամասնություն են դարձել, արդեն մեզ են հանել իրանց մեր ունեցած երկրից։ Պիտի մտածես ինչ պետք է անել, որ չես արել, որ բարդվել ես։ Ամենակարևորը դա է։ Անդրադառնալ եւ հասկանալ ինչն է քո պակասությունը, քո մեղքը։ Հիմա անդրադառնալով ազգային ինքնության հարցին, որ գործոններն են, որ ազդեցություն են ունենում եւ արդյոք վերարժևորման անհրաժեշտություն կա։ Դժվար հարց է, անկեղծ ասած։ Յուրաքանչյուրը կարծում ինքնուրույն է հասկանում ինչ է նշանակում ազգային ինքնություն։ Հաճախակի ազգային արժեքների մեջ փորձում են այնպիսի արժեքներ մտցնել, որոնք տարածված են ամբողջ աշխարհում, հա։ Ասենք թե ընտանիք ազգային արժեք է, թե համազգային արժեք է։ Բոլոր ժողովուրդների մոտ էլ ընտանիքը սուրբ է։ Սեր դեպի երեխաներ, հարգանք դեպի ծնողներ, սեր դեպի երկիր, ես դժվարանում եմ ասել։ Ես կարծում եմ, որ այն ինչ մենք փորձում ենք անվանել ազգային արժեք, դա մենք պետք է ապացուցենք ամեն օր եւ միգուցե ամեն նոր ժամանակներում դրան տանք նոր բնորոշում։ Որն է այդ բնորոշումը։ Ես կարծում եմ վերադառնամ ինչից սկսեցինք, քեզ երկրի քաղաքացից գալ։ Երկրի քաղաքացի դա նշանակում է ես ունեմ պարտավորություններ երկրի հանդեպ, երկիրը ունի պարտավորություններ իմ հանդեպ, ես պարտավոր եմ անկախ իմ հայացքներից, անկախ իմ այսպես ասած համակրանքից կամ հակակրանքից, խաղաղ ապրել իմ միջավայրում, փորձել ոչ թե այրել կամուրջները, այլ ստեղծել կամուրջները, փորձել իմ շրջապատի մեջ, այն իմ համակարգացիների մեջ մանգալ ոչ թե այն ինչ մեզ բաժանում է, այն ինչ որ մեզ միավորում է։ Եվ եթե ես դա գտնում եմ, ու մենք ուսուցի տված հայս օրինակն եմ վերում, մի ձեռքի, հա, որտեղ կան 5 տարբեր մատեր, բայց այդ 5 տարբեր մատը միավորվելով կարող են դառնալ բռունցք։ Եթե այս 5 մատներ լինեին, ասենք թե բութ մատ, մենք բռունցք չէինք կարողանալ ստեղծել։ Ուրեմն մեր տարբերությունը ոչ թե մեր թուլությունն է, այլ մեր ուժն է։ Երբ մենք դա հասկանում ենք, որ մենք ուժեղ ենք, ոչ թե նրանով, որ մենք նման ենք բոլորս իրար, նման բան չի լինում։ Դա մենակ ուրեմն տոտալիտար համակարգներն են, նման բան ազդարարում, չնայած այնտեղ էլ չկա։ Այլ մենք ուժեղ ենք դրանով, որ մենք կարող ենք մեր եսը դնել մի կողմ, հասկանալ, որ մեր ուժը, իմ ուժը ձեր ուժի մեջ է, իմ հաջողությունը ձեր հաջողության մեջ է։ Ես չեմ կարող լինել երջանիկ, եթե դուք դժբախտ եք։ Եվ այդ ժամանակ գուցե ազգային ինքնությունը այդ հասկացողությունն է։ Երկու բարի մասին չեմ ասում։ Եթե ասում են հայ, այս շատ հարցրած կլինեն, ով է հայը, հա, երբ որ ուզում եք ներկայացնել ով է հայը, ինչպիսի բնորոշիչներ եք փորձում ներկայացնել։ Էլի շատ դժվար է։ Ես հիշում եմ մի լավ օրինակ բերեմ, երկու օրինակ բերեմ։ Կոմիտասը, որը մինչև 12 տարեկան հայրեն չգիտեր, զարմանալի է, չէ՞։ Հետո դառավ կոմիտաս։ Եվս մի բան, Շարլ Ազնավուրի խոսքերից, ասում է, ես միշտ ինձ անվանել եմ ֆրանսիացի երգիչ արմատներով հայ։ Երբ տեղի ունեցավ 88 թվականի երկրաշարժը, ես ասացի, ես հայ եմ, ոտքից գլուխ։ Ու մենք գիտենք ինչպես լծվեց այդ իր գործունեությամբ երկրաշարժի հետևանքները, բանաները։ Ես հանդիպել եմ բազմաթիվ մարդկանց, որոնք եկել են Հայաստան, գնացել են ինչ-որտեղ ու հանգարցակացնում ինչ-որ բան կատարվեց մեր մեջ։ Մենք սկսեցինք մեր հայց գալ։ Մենք վատ խոսք ունենք օտար ազգի, օտար լեզու, այդ օտար բառը մի քիչ սխալ է, էլի մենք մեծ օտարում ենք, ուրիշ ասենք թե։ Որոնք եւս սկսել են իրենց հայց գալ Հայաստանում, սիրել են Հայաստանը, սիրել են մարդկանց։ Եվ
մենք գիտենք նաև բազմաթիվ մարդկանց միգուցե որոնք անձնագրով այո հայ է գրված, բան, բայց ինչն է հայը իրա։ Ես չեմ հասկանում ինչ։ Բացի նրանից, որ նա ասում է ես հայ եմ։ Ես չգիտեմ, ես կարծում եմ հայը դա առաջին հերթին որոշակի պարտականություններն են եւ քո շրջապատի հայրենակիցների եւ երկրի հանդեպ։ Այդ ժամանակ դու կարող ես ասել։ Ես երազում եմ այն ժամանակների մասին, որ միգուցե Հայաստանում ապրող ռուսը կամ անգլիացին ասի ես հայ եմ, ծագումով անգլիացի կամ ծագումով ռուս։ Պարոն Գալստյան, ձեզ համար ով է հայը եւ ազգային ինքնությունը ինչու է արտահայտվում։ Ես թողեք մի քիչ ավելի սփյուռքի տեսակետից նայես խնդրին։ Մենք Լոնդոնում երևի 15,000 հայություն ունեինք ժամանակին, հիմա ավելացել են։ Եվ մեր ընկերներից մեկը օտարի ծանոթացրեցի ընկերներից մեկի հետ, ասի ինչքան հայ է, հարցրեց Լոնդոնում քանի հայ կա, ասաց 200-ից 300 հոգի։ Ասի Ստեփան, ինչ 200, 15,000, ասա դեն 15,000-ից այս 200-300-ն են, որ մշակութային ձեռնարկներին, եկեղեցու արարողություններին մասնակցում են, մեկները չկան։ Ինչպես հայ ասենք դրանց։ Այսօր Սփյուռքի 6 միլիոն ենք, 7 միլիոն ենք, չգիտեմ ինչքան ենք, մոտավորապես տեսնում թիվ է, դրանց 15%-ն էլ չկա, որ Հայաստանը տեսել է մեկ անգամ։ Ինչպես կարող է իրեն հայ համարել։ Ես դրա հակառակն էլ ասեմ ձեզ։ Իմ թոռներս երկուսն էլ ընկերուհի ունեն, որ մեկը ամերիկուհի է, մեկը անգլուհի է։ Երկուսն էլ եկել են քանի անգամ Հայաստան։ Երկուսն էլ մտածում են, արդյոք կլինի այնպես լինի, որ մենք գործենք հեռակա աշխատանքներ, հեռականք Հայաստանում ապրելով այդ գործն անենք։ Այս անգլիացիների եւ ամերիկացիների ասում, որտեղ եկել է 3-4 անգամ եկել են կյանքի հունը տեսել են, առօրյան տեսել են այստեղի, իրենց համար շատ ավելի մարդկային է, քան իրենց ապրածները։ Մենք այդ մարդկանց եթե կարողանանք գտնել բերել այստեղ, տեսնեն Հայաստանը ինչ է, այդ մեր հայերի թիվը կբազմապատկվի, այսպես ասած հայերի։ Կարող է հայերեն չեն խոսում։ Կխոսեն։ Գոյեց կխոսեն։ Այս դրանցից մեկը անցյալ օրին զանգեր ասում հատ կարճ հայերենով հոդված ինձ ուղարկի, պարզ հոդված։ Ասում ինչի համար։ Ասում դե այստեղ հայերենի դասի եմ գնում, դրանց խնդրել են հայերենով մի հատ բան կարդամ։ Ամերիկուհի է, ասում հայերենով կան կարդամ։ Արդեն գործը տեղ է ասել։ Այսինքն մենք եթե մեր գործը ճիշտ անենք, մենք եթե նրանք օտարացած հային, հիմա ձեր չսիրած տերմին ասեմ, օտար աշխարհում ապրող հային, որի հայի հետ շփում չի ունեցել, չի կապվել, Հայաստանն էլ գիտի որտեղ է, բայց չի տեսել։ Եթե նրանք մի անգամ բերենք Հայաստանը, տեսնի գոնե, այդ հայությունը իր մեջ քարտնանա եւ թերևս այդ մեր հայ իրենց հայ համարողների թիվը կշատանա։ Շնորհակալություն, մենք նաև լսենք քաղաքացիների կարծիքը, ում հետ փորձել ենք հարցազրույցներ անել փողոցում։ Ազգային ինքնությունը Հայաստան պետություն ունենալն է։ Պատրիոտ լինելն է, երևի, հայրենասեր լինելն է։ Իմ դեպքում ազատությունը։ Գենետիկայի մեջ է հայ լինելը։ Ու դրա մեջ շատ բաներ կան։ Ինչքան էլ հայ լինենք, եթե պետականություն չունեցանք, չենք կարող մեր հայությունը պաշտպանենք։ Պետությունն է կարևոր։ Հայը կարող է ծնվի եւ Ռուսաստանում, եւ չգիտեմ Ամերիկայում, եւ Եվրոպայում, ու էլի իր ինքնությունը, իր հայ լինելը պահպանի։ Մենք տարբերվում ենք դրանով, որ մենք հայ ենք։ Մարդկայնությամբ առաջին հերթին, իր հյումորով, իր ընտանիքի գնահատելուն, շատ բաներ կա հայի համար, տղա ջան։ Հայը մնում է հայ աշխարհում։ Հայը լավ ազգ է։ Երես փոքր պետությունը անկախություն ունենա, ինքնություն կարողանա ինք իր համար ապրել։ Չի կարելի անտարբեր անցնել, երբ որ տեսնում ես ջուրը գնում անտեղի, պետք է ջուրը փակես։ Մարդը ընկած է, օգնության կարիք ունի, պետք է օգնել։ Այսինքն մենք այդ տեսակետից խնայող ազգ ենք։ Ոչ մի ստաբիլ բան այս երկրում ես չեմ տեսնում, ապագա չեմ տեսնում։ Պետք է կարևորենք այն ինչ ունենք ու դրա հիման վրա ստեղծենք մերը, չկառչելով այլ երկրներից, չփնտրելով օգնություն 4 կողմը։ Հայաստանը իմ համար ամեն ինչ է։ Ինչ որ մոտ է քո սրտին, դա հայրենիքն
Հայրենիքն է։ Հայաստան ասելիս։ Այո։ Հայտնի բանաստեղծության պես, այո։ Շատ կարոտում ենք, ես տեղ չեմ ապրում։ Եվ Երևանի, եւ նաեւ Հայաստանի, եւ նաեւ Արարատի։ Որ մեկը ասեմ, հիմա լաց կլինեմ, խնդրում եմ։ Չեմ կարծում, որ պետք է անջրպետ դնել իրականի եւ պատմականի միջև։ Այդ անջրպետը սխալ է։ Այսօր ապրել Հայաստանում ու ասել իմ հայրենիքը Բայազետն է, ես չեմ հասկանում։ Հայրենիքը այն է, որտեղ դու ապրում ես, որտեղ դու ջուր ես խմում, հոգևոր սնունդ ես ստանում։ Իրականը պետք է ընդունել, բայց ոչ թե նա ժխտելով, այլ կապ ստեղծել երկուսի միջև։ Առանցին էլ փոքր ազգ ենք, մեկս մյուսին ժխտելով գնում ենք դեպի անդունդ։ Հիմա անդրադառնալով իրական Հայաստանի գաղափարին, դա շատ քննարկվեց եւ բազմաթիվ դժգոհությունների տեղիք տվեց։ Արդյոք դա ներկան արժևորելու եւ դեպի ապագա գնալու միջոց է, թե անցյալը մոռանալու։ Այսպիսի հակադրության մեջ է կարծես թե դիտվում։ Պարոն Բաբայան, ձեզնից սկսենք։ Շնորհակալություն։ Իրական եւ պատմական Հայաստանը դիսկուրսի հետ ինչ մեկ բանով իրադարձանում է հոդվածով, թե հայը որ հայրենիքն է սիրում, որտեղ մեկը պահանջում է խնամ, հոգատարություն, մյուսը ոչ մի բան։ Իրականում ելույթ ունեցողներից մեկի հետ ուզում եմ համաձայնվել, ես հակասություն չեմ տեսնում իրական եւ պատմական հայրենիքների մեջ, որովհետեւ պատմական հայրենիքներն է ժամանակին իրական եղել։ Նրանք տարբեր ոլորտներում են գտնում։ Իրականը մենք ենք այսօր ապրում, պատմականը մենք չենք ապրում, այնտեղ մարդ չկա։ Ես տեսնում եմ հակասություն եւ վտանգավոր հակասություն։ Էլ եմ ասում պատմականի ու իրականի մեջ չեմ տեսնում։ Իրական Հայաստանի եւ երևակայական Հայաստանի միջև այսա վտանգավոր է։ Ռեալ վիճակից զրկված, երազանքներով ապրած։ Այդ երազանքներով ապրելը, որոնք ոչ մի կապ չունեն իրական հողի հետ, հարաբերությունների հետ, շրջապատի հետ, ժամանակի հետ, շատ վտանգավոր է։ Աստվածաշնչում կարծեմ գրված է, որ բարի նպատակներով կառուցված է դժոխքի ճանապարհը։ Եվ դա այդպես է։ Այստեղ կա հակասություն։ Իսկ իրականի եւ պատմականի մեջ ես որևէ հակասություն չեմ տեսնում։ Մենք բոլորս ունենք հիշողություն։ Մենք հիշում ենք մեր ծնողներին, մենք հիշում ենք միգուցե այն բնակարանը, որտեղ ապրել ենք ժամանակին կամ այն տեղը, որի մասին մեզ պատմել են մեր տատիկ պապիկները, ծնողները, այս հիշողությունը նաև մեզ, ասենց ասեմ, մեզ տալիս է հնարավորություն լինել այս շղթայի մի կարևոր օղակ, որտեղ մենք իրականում շղթա ենք, չգիտեմ որտեղից են գալիս, որտեղից են գնում, եւ եթե մենք կտրենք մեր հիշողությունը, մենք կքանդենք այս շղթան, այս օղակը դրա համար է, բայց Աստված մեզ տվել է աչքեր, որոնք այստեղ են, դիմացից են, մենք առաջ պետք է նայենք, եթե նա ուզենար, որ մենք հետ նայենք, մեր աչքերը հետևից կտեղադրեր, մենք ճիշտ ենք կառուցված, մենք խոսում ենք, որպեսզի մեզ լսեն, մենք լսում ենք ամեն ինչ, ինչ-որ 4 կողմն է կատարվում, բայց մենք նայում ենք առաջ։ Մեզ կառուցել են այդպես, որ մենք առաջ գնանք։ Մենք ասում ենք, չէ, մենք գիտեք ինչ, մենք այն առաջ ոչ մի հետաքրքիր բան չկա, այնտեղ է հետաքրքիր։ Եղբայր վիզիտ կծրես, գլուխդ կփոկվի կընկնի։ Պարոն Գալստյան, դուք ինչպես եք դիտում իրական Հայաստանի։ Ես էլ իրական Հայաստանի մեջ իրականություն պակասություն չեմ տեսնում։ Միայն պակասություն տեսնում եմ, ինչպես դուք ասացիք, ներկայի եւ անցյալի մեջ։ Մենք ապրում ենք ներկայում, ունեցել ենք անցյալ, բոլոր ազգերն են ունեցել անցյալ։ Անգլիան էլ աշխարհի 1/4-ի տերն էր ժամանակին։ Հիմա չի նայում նրանց որպես իր երկիր, նայում է որպես իր բարեկամները մյուսները, դարձել են հարաբերությունները ստեղծել, դարձել են բարեկամներ։ Մենք էլ Թուրքիայի հետ այսօր լավ հարաբերություններ չունենք, բայց կարող է տարիներ անցնի, մենք նորմալ հարևանի բարի դրացիական կապեր ունենանք, բայց մենք այսօր եթե ապրելով մտածենք անցյալի մասին, այսօր նստած լինենք այստեղ անցյալով ուզենանք ապրել, դա չի լինի, չի աշխատի, երբեք չի աշխատի, ոչ այսօրը կապրես, ոչ էլ անցյալը կապրես, կյանքը ձեռքից գտած
իզուր տեղը այդ նյութի մասին խոսելով, մտածելով եւ ցավալով դրա մասին։ Հիմա խորհրդանիշները վերջին օրերին նաև քննարկման թեմա դարձան խորհրդանիշները սահմանահատման կնիքից հանելու հետ կապված կամ Արագածը, Արարատը այդ հակադրության մեջ։ Հիմա այստեղ այդ խորհրդանիշները ինչ դեր ունեն։ Ես չեմ համարում, որ կնիքի վրա ներկայացված Արարատը խորհրդանիշ է, անկեղծ ասած։ Ես համաձայն եմ, տեսել եք ինչ է այդ կնիքը, որն է։ Արարատը այն լերն է, որ ես տեսնում եմ ամեն առավոտ։ Եթե լավ եղանակ է, որ ինձ ոգևորում է, ոչ միայն ինձ, որը ոգևորել է Չարենցին, ոգևորել է Մարտիրոս Սարյանին ու բազմաթիվ մարդկանց, ինձնից խլել այդ լերը հնարավոր չի։ Ավելին ասեմ, կնիքի վրա նկարած այդ լերը վիրավորական առարտ է համար։ Ես չեմ հասկանում, մի բան, ասեմ, ուզում եք ծիծաղեք, ուզում եք ոչ։ Գնում եմ, ասենք թե, գնում եմ Անտալիա, այնտեղ սկսում եմ ազգային կարոտով տառապել, բացում եմ անձնագիրս, տեսնում եմ նկարածա լերը, ոգևորվում եմ, ազգային ինքնությունը մոտ հետ է գալիս, ուզում եմ վեր կերամ մի դրոշ արել թուրքական, բայց ասում եմ սպասեք, դրա համար հատուկ օր կա, ապրիլի 23-ին գիշերը կայրեմ, սա է հայրենասիրություն։ Սա է, չէ։ Այդ նկարը, այդ կնիքսա վերջ-վերջով շտամպա։ Եկեք իրենց անունով կոչեք։ Սա լերը, որը յուրաքանչյուր այն մարդուն է, ում նա ոգևորում է։ Այս լերը եղել է, երբ որ եւ մենք չենք եղել, առավել եւս թուրքերն էլ չեն եղել։ Արարատ եղել է։ Արարատ այսինքն գեղեցիկ երևում է Երևանից, Արարատյան դաշտավայրից։ Այս կողմից է նա ոգևորում։ Եկեք ոգևորվենք, ինչ ենք ուզում անել։ Ուզում ենք հասնել նրան, որպեսզի մենք այստեղից էլ չտեսնենք այդ լերը, որ նա լինի միայն մեր կնիքներում, մեր պատկերացրնում, դրոշմանիշների վրա, երկերի պարերի մեկից չտեսնենք, վայելենք։ Աշխարհը սենց չի մնալու։ Մարդկությունը գնալու է, որ հասկանալու է, որ այս ամբողջ երկրագունդը մի ընտանիք է, մի տուն է։ Եվրոպան դա հասկացել են, չգիտեմ 200 տարի, 300 տարի հետո, այդ սահմանները ամենահիմար բանն է, որ մարդկությունը իր կյանքի ընթացքում հնարել է։ Թռչունները մեզնից 1000 անգամ խելոք են։ Առանց սահմանի են։ Իհարկե, բայց այդ սահմանները կանցնենք կգնան, այդքան շատ չի տևելու այդ մարդկության, ասենք ասենք, դեռահաս վիճակը։ Հիմա ենք մենք հասկանում, որ այս երկրագնդում ինչ որ կատարվում է, քո տանն է կատարվում։ Ինչ-որ միտեղ հրդեհ դա ազդում է, քո վրա ինչ-որ միտեղ երկրաշարժը ազդում է, մենք շատ ենք կապված արդ, մենք սկսում ենք գիտակցել դա, գուցե դա եկել է այս 21-րդ դարի թվային բաներից, որ մենք ինֆորմացիան լրիվ կարող ենք ընկալել եւ մենք արդեն մեր երիտասարդները իրենց անկյակ չեն զգում առաջադեմ։ Իրենք աշխարհին նայում են շատ բաց։ Մենք կգնա Լոնդոն, կգնա Փարիզ, կգնա Եմեն, կգնա միտեղ, որտեղ հարմար աշխատանք կա, կվերադառնա, սա մի տուն է։ Էտա Արարատը, մեր տանն է գտնվում, ոչ թե կնիքի վրա։ Համաձայն եմ ձեզ, հենց որ տեսնում ենք Արարատը ստեղից այդ պարզ օրերին շատ գեղեցիկ, հիանալի տեսարան է, եթե բարձրանում ես այդ կասկադի վերևը նեղից նայում ես, կարծես իշխում է ամբողջ Երևանի վրա է իշխում Արարատը։ Այդ բախտը չունեն են կողմ ապրողները։ Շատ աննշան լեր է երևում դեղից, լերների մեջ կորած, բարձունքների մեջ կորած, մի բան է, ոչինչ համարյա չունայք գագաթն է երևում լուր։ Այստեղից ենք վայելում դրա տեսարանը, մենք տեսնում ենք դրան տեսնում, իսկ այդ գալով այդ կնիքին, այդ կնիք կոչեցյալը 2-3 սանտիմետրի մեկ քառակուսի կնիք է, որը օդակայանում դնում են, վրան գրած է Արմենիա, որ ժամին ես հասել, որ օրը որ ժամին ես հասել կամ որ օրը որ ժամին ես դուրս եկել Հայաստանից։ Այդքան կնիք է, ուրիշ ոչինչ չկա, վերևն էլ 2 մմ տարածքի վրա 2 հատ գագաթ են նկարել, մեծ ու փոքր, նկարել էին 2006-ից հետո, իա հանել են, դա լինել չլինել, իսպես ասիկ Արարատի տեղը չի տեղ, այդ փոքր 2 մմ-ի մեջ Արարատը ինչպես կարող է իրեն ցույց տալ, չի կարող ցույց տալ, մենք պետք է ուրախ լինենք, որ Արարատը
մեր արջքի առջև է ամբողջ ժամանակ։ Եթե սահմանահատման կնիքի վրա այդպիսին է զգացողությունը, իսկ կառավարության սրահում Արագածի պատկերը ինչպիսի ասոցիացիաներ է առաջացնում։ Արդյոք պետք է Արագածով փոխարինել։ Ես կարծում եմ ընդհանրապես ոչ հիմա փոխարինել պետք չի։ Եթե ուզում են Արագածն է գեղեցիկ լեր։ Գիտեք, ես ամեն օր առավոտյան գնում եմ ուրեմն մարզումներից, այնտեղ գնալուց Արագածն եմ տեսնում շատ գեղեցիկ։ Վերադառնալուց Արարատը։ Ինչ եք ուզում երկուսից մեկից փոկել։ Էլ եմ ասում, ես այն ինչ որ ինձ ոգևորում է, նա սահման չունի։ Մի քիչ ավելի Լուվրն էլ է իմն։ Եթե ես հաճույք եմ ստանում այդ նկարներից, որ ես տեսնում, դա իմն է, կարելի է ապրել Փարիզի կենտրոնում եւ երբեք Լուվր չգնալ, դա քոնը չի, այդ փարիզեցությունը չի։ Քոնը նայի ինչ որ դու վայելում ես։ Սա կառավարությունը Հայաստանի Հանրապետության, ես բոլոր դեպքերում տարբերություն տեսնում եմ, իմ եւ պետական պաշտոնյայի մեջ, չէ՞, Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության 29000։ Կարծում եմ ճիշտ է, որ իրենց մոտ Արագածն է, որտեղ դա մտնում է այդ 29000-ի մեջ։ Դա սա կառավարությունն է, սա պետությունն է։ Ես ազատ մարդ եմ, ես մտավորական եմ։ Ինձ ոգևորում է ամեն ինչ։ Պետության տեսանկյունից այդպիսի սահմաններ գծելը ճիշտ է, բայց մարդու միտքը կարող է ազատ։ Մարդու միտքը չունի սահմաններ։ Մարդը տիեզերք է, ավելին ասեմ։ Տիեզերք սահման չունի, չէ։ Ուրեմն մենք որտեղ ենք գտնվում։ Կենտրոնում։ Կենտրոնում։ Եթե ինչ-որ բան սահման չունի, անսահման, ուրեմն դու կենտրոնում ես գտնվում։ Քեզ այդպես էլ են կալի։ Դու տիեզերքի կենտրոնում ես, դու սահման չունես։ Բոլոր սահմանները մարդ ինքն իր վրա է հաստատում։ Իրականում մենք ծնված ենք շատ ազատ։ Մեր երեխաները ինչքան ազատ են շփվում իրար հետ, հետո ենք դնում ինչ-որ բան։ Ազատ շփվում, ընկերանում են, նեղանում են, նորից են ընկերանում, ոչ մի բանի խնդրեմ չունեն։ Ազատ են ծնված։ Պարոն Գալչյան, ձեր կարծիքը այս մասին։ Ճիշտ ասած, Արարատի պատկերը մեր որևէ տեղ դնելով չի նշանակում, որ Արարատը դարձավ քոնը։ Ինչպես որ Մոնալիզայի պատկերը դու գրկնապատկերը կարող ես սենյակում կախես, Մոնալիզան չդարձավ քոնը։ Նա իր տեղումն է, դու Արարատ իր տեղումն է, Արարատ քո սենյակի պատին էլ կարող է լինի, եթե շատ ես սիրում այդ տեսարանը, նայես հաճույք ստանաս դրանից։ Բայց դա չի նշանակում, որ յուրացնում ես դա։ Եթե այդպես լիներ, ինչպես ժամանակին խոսվեց այդ արդիվել, թուրքական դրոշի վրա լուսինի նկարը չպիտի լինի, որտեղ լուսինը իրենցը չի։ Դա է տեսակ մոտենակ խնդրին։ Բայց որ պատկերը որակա չի նշանակում, դու յուրացրել ես դա քոնն է։ Իմ մոտից այսպես է երևում այդ կուտուր։ Դուք էլ ձեր մոտից նկարածը դրեք ձեր պատկերները, մեծացրեք, դու Արարատի պատկերը ձեր կողմից դրեք, ձեր Եթե հետաքրքրից ես, այդ վերս արեք։ Այդ դեպքում վախերը, մարդկային վախերը, ամեն դեպքում միշտ չէ, որ դրանք քաղաքական նկատառումներով են այդ վախերն արտահայտվում, սովորական մարդկային վախերը այդ առումով ինչի վրա են հիմնված, ինչից պետք է ձերբազատվել։ Եթե կարելի է, գուցե դուք իմ հետ չհամաձայնվեք, բայց ես կարծում եմ, որ իսկ գուցե համաձայնվեք, չգիտեմ, որ հիմնական խնդրեմը այսօր որը կա գաղութ պետություն հարաբերություններն են։ Շատ երկար ժամանակ մենք պետություն չենք ունեցել։ Մենք ապրել ենք գաղութներում։ Հազար գաղութներում, Լիբանա գաղութ, Սիրիայի, Եգիպտոս, Ֆրանսիա, Արգենտինա, Բրազիլիա, տարբեր տեղեր, հետո Միացյալ Նահանգները, միացավ Հունաստան, մի խոսքով։ Գաղութում այդ հայապահպանության վախը շատ արդարացված է եւ շատ ուժեղ է։ Եկեղեցու դերը դպրոցի, թատրոնի, կրթության, հանգարցակի Աստված չտա ամուսնանան օտարազգի հետ, դա կործանում է, պետք է այդ մարդկանց գաղութից պետք է վռնդել, իմիջիալուց դա ահավոր շատ է խանգարում մեր գաղութներին։ Այդ փակ վիճակը բերում է գավառականացմանը հաճախակի։ Մեր բոլոր հայերը, որոնք հասել են միջազգային ճանաչման, նրանք գաղութի ներկայացուցիչ չեն։ Իրենք դուրս են եկել, իրենք շատ հայրենասեր են, իրենք օգնում են եւ գաղութին եւ Հայաստան, բայց նրանք գաղութի ներկայացուցիչ չեն։ Պետությունը ապրում է ուրիշ օրենքներով։ Պետությունը այդ խնդիրը չունի հայապահպանության, որտեղ ինքը արդեն հայկական պետությունն է։ Պաշտոնական լեզուն հայերենն է, դու չես վազում ամեն օր վախենում վայ լեզուս կկորչի։
Դու կարող ես մտածել լեզվի մաքրության մասին, նորմալ ընթացքի մասին, որտեղ լեզուն եւս կենդանի օրգանիզմ է։ Դու այստեղ պետական մակարդակով կարող ես հովանավորել քո արվեստները։ Եվ այլն, լիքը բան, որտեղ պետությունն է դա արդեն անում։ Եկեղեցուց վերցրած այդ դերը, եկեղեցուն տրվում է հոգևոր դեր, շատ կարևոր, շատ կարևոր, անչափ կարևոր։ Պետք չի բարթել եկեղեցու վրա նաև ուրիշ խնդիրներ։ Չէ՞ որ հոգևոր աշխարհը այնպիսի մի կարևոր բան է մարդու համար, որ դժվար է գերագնահատել դրա իմաստը։ Եվ այլն, բոլոր այդ օղակները։ Ես կարծում եմ, այդ որ մենք այդ հին շլեյֆը տանում ենք գաղութի, եւ սա անպայման չի որ սփյուռքից լի, որտեղ սովետական միությունն եւս գաղութ է։ Հա, ունենալով որոշակի պետական ատրիբուտներ, բայց գաղութ է։ Այդ վախը որ տանում ենք, որտեղ հենց սովետական Հայաստանում ասիմիլյացիան գնում էր արդեն։ Ռուսականացումը գնում էր արդեն։ Անկախ պետությունում դա չկա, բայց ասենց ասեմ, ձևը փոխել ավելի հեշտ է։ Հա, եկանք հայտարարեցինք անկախ պետությունը դարակ, քան մտածողությունը, այս գաղութային մտածողությունից գալ դեպի անկախ պետության մտածողություն որոշակի ժամանակ է պահանջում։ Պարոն Գալչյան, ձեր տեսակետը հասնես։ Հաստատելով ձեր խոսքը ասեմ, որ ես Պարսկաստանում մերոնք վանեցի էին, մեր շրջապատը բոլորը վանեցիների շատ մեծ շրջապատ ունեինք։ Ես հիշում եմ ում տանը որ գնացել ենք, անպայման Արարատի նկարը կար պատիտ մետեղ կախած։ Եվ անպայման ունեին մի հատ մեծ հայքի քարտեզ, որը սենյակում կամ ատլասի մեջ կամ գրքի ձևով, անպայման, որ իրենց վերհիշեն, որ դրանք այս երկրի զավակներն են եղել։ Բայց դա առաջի սերունդն էր, որ հայրենը փոխել էր, դուրս եկել իր հայրենիքից։ Դրանից հետ երկրորդ, երրորդ սերունդի համար այդ միտքը չի տալիս այլևս ժողովրդին։ Նրանք ավելի ընդհանուր են մտածում։ Ով գեղեցիկ նկարը լավ գեղեցիկ լինի, հայն էլ մեր մեծ հայքը եղել է այսպես, լավ է, շատ լավ է, որ եղել է, բայց հիմա Հայաստանը այս մեկ փոքրն է, 27-29 հազար քառակուսի կիլոմետրն է, այլևս մյուսը չի։ Պիտի ընդունել իրականությունը եւ առօրյայով ապրել, այսօրվա կյանքը դու ապրես այսօրվա արժեքներով։ Արդյունավետ արժեքները պահպանելով հայրենասիրությունը, ընդհանրապես զարգացնելով հայրենասիրությունը, ճանաչելով կա Հայաստանը։ Ես Սփյուռքի մեր որոշ հայրենակիցներին շատ որ այսօրվա ընդդիմություն լինելու պատճառով հակառակ են դուրս գալի Հայաստանին, հակառակ հայտարարություններ են անում։ Վատը գիտեմ, որ գիտեք որտեղ եմ տեսնում, որ օտարների մեջ վատաբանում են Հայաստանը, ասում են Հայաստանը գնալու տեղ չի, պետք չի գնաք, վտանգավոր երկիր է, այսօր պատերազմ կլինի եւ այլն կմնաք այնտեղ հայտնի չի ինչ կլինի։ Օտարներին են վախեցնում։ Դա փոխանակ իրենց հայրենիքի դժվարությունները հասկանալով օժանդակ են հայրենիքի դժվարությունները հաղթահարի ավելի հեշտ ձևով։ Դրա ճիշտ հակառակն են անում։ Դա արդեն ընդունելի չի, հակառակ գույցն ինքնությունդ կորցնելուց ի վերջո։ Շնորհակալություն։ Մեկ նախադասությամբ ինչ հիշի հեռուստադիտողը ձեր խոսքերից։ Ճանաչիր հայրենիքդ, մոտեցիր, ապրիր գյուղացիների հետ, ժողովրդի հետ, հետո կիմանաս, որ Հայաստանն ինչ է։ Ինչ հիշի հեռուստադիտողը ձեր խոսքերից։ Ես նոր բան կասեմ հիմա։ Մենք շատ ենք խոսում հայրենասիրության մասին, բայց չենք տալիս հայրենասիրության բնորոշում։ Հայրենասիրությունը ըստ ինձ դա արհեստավարժությունն է, պրոֆեսիոնալիզմ է։ Եթե դու գործի տիրապետում ես, դու հայրենասեր ես։ Եթե դու գործի չես տիրապետում, ինչքան ուզում ես սիրուն խոսքեր ասա, ամեն ձեռքի մեջ մի հատ դրոշ պահի, մի հատ մասից լեր դաճի քո ճակատին, դու պիտանի չես, դու հայրենասեր չես։ Շնորհակալություն, ես հիշեցնեմ իմ զրուցակիցներն էին Հանրային խորհրդի անդամ արվեստագետ Ռուբեն Բաբայանը եւ հետազոտող քարտեզագետ Ռուբեն Գալչյանը։